սեղմ եք, լայք եւ բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սիրելի հայրենակիցներ, խնդրում եմ մի րոպե ուշադրություն, շատ կարևոր բան եմ ասելու։ Հիմա ես ձեզ կցուցադրեմ մի ձայնագրություն, որը հրապարակել է հատուկ քննչական կոմիտեն, ու խնդրում եմ ուշադիր լսեք, թե Վարդանիկը ինչեր է խոսում, այն Վարդանիկը, որը սատարում է եւ ելույթ է ունենում տեսաուղերձով ուժեղ Հայաստան դաշինքի հանրահավաքին եւ սատարում է իրանց եւ խնդրում եմ ուշադիր լսեք։ Ես խոսում եմ, բայց ես հստակ ոչ ոք չգիտեմ, ես կտամ ներքել կամ չեմ կարելի։ Ոչ ոք ինձ էշպան չգիտեմ, ես բան պատրաստ եմ, նախ ես չգիտեմ ինչ է կարող։ Ինձ գոնասիկում։ Ես даже մի ոտ չեմ տվի, առանց ինձ ռուսը ասելու։ Եթե իրանք ինձ ասեն, որ մենք ստեղ փոխություններ ենք անում, որովհետև ես դիտել դրված եմ ռուսը։ Ստեղ ով ինչ խոսած խոսած ասում կամ ռուսն է դելավը։ Նայեք ինչ կասի դել։ Դերն իրան ինքն է ստարավը։ Իրանի տեղափոխություն չկա։ Ինչը Մեդվեդը չկա։ Մեդվեդը չկա։ Դուք հասկանում եք սրանք ովքեր են։ Ուրեմն սրանք շատ երկար գնալու են բանդ։ Հայաստանի Հանրապետության դեմ աշխատող, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը չհարգող, հայ ժողովրդին չհարգող, մեր անկախությունը չհարգող մարդիկ, օրենք խախտող մարդիկ, այս մարդիկ երկար ժամանակով գնալու են բանդ։ Վերջին օրերի իրադարձությունները հաստատում են մեր բոլոր կանխատեսումները։ Հայաստանում իշխանությունը վերցնելու Պուտինի մաքսիմում պլանը ձախողված է։ Ժողովրդի մեծամասնությունը թույլ չի տալիս Քոչարյանի, Ծառուկյանի, Սամվել Կարապետյանի, Թաթոյանի միջոցով վերցնել ու գաղութացնել Հայաստանը։ Պուտինի նպատակն ի սկզբանե պարզ էր՝ կանգնեցնել Հայաստանի եվրոպական ընթացքը, կասեցնել երկրի ժողովրդավարացումը, խափանել միջազգային անվտանգության ու տնտեսական պայմանավորվածությունները։ Չի ստացվում մաքսիմում պլանը, գործի է դրվում պլան B։ Եթե իշխանությունը վերցնել չի ստացվում, Պուտինը փորձում է վերցնել ընդդիմությունը, որքան հնարավոր է շատ։ Տնտեսական շանտաժով, լարսով, հայկական ապրանքներից, Իրանի, ջերմուկի ու կոնյակի դեմ սահմանափակումներով, ինչպես նաև Ռուսաստանում ապրող Հայաստանի քաղաքացի մեր քույրերին ու եղբայրներին երկրից արտաքսելու սպառնալիքով Հայաստանի դեմ պուտինյան նենգ արշավանքի մաս դարձնելու փորձով, Մոսկվան փորձում է հայ հասարակության մեջ վախ, հուսահատություն եւ ներքին լարվածություն ստեղծել, որպեսզի ռուսական ուժերը գոնե ընդդիմության դաշտը գրավեն։ Այսօր արդեն կարևոր նորություն ունենք։ Ուկրաինան դառնում է հայկական մթերքի նոր շուկա։ Ռուսաստանի շուկայում մերժված մեր ապրանքներն արդեն վաճառվում են ուկրաինական քաղաքներում։ Մեր կուսակցությունն առաջին օրից ասում էր՝ մի սպասեք ռուսական շանտաժներին, փնտրեք այլընտրանք հատկապես Ուկրաինայում եւ ուրախ ենք, որ դա տեղի է ունենում։ Սա է ինքնիշխան քաղաքականության իմաստը, երբ քեզ փորձում են վախեցնել մի փակ դռնով, դու բացում ես նոր ճանապարհներ։ Պուտինի եւ նրա կլիենտների նպատակը Հայաստանի ապագան արգելափակելն է, թույլ չտալ, որ կյանքի կոչվեն անվտանգության նոր պայմանավորվածությունները, երկաթուղու անարգել շահագործումը, էներգետիկ կախվածության նվազումը, տնտեսական զարգացման նոր հնարավորությունները, եվրոպական ինտեգրումը, սահմանադրական փոփոխությունները եւ պետական ինստիտուտների ուժեղացումը։ Պուտինին եւ նրա հաճախորդներին պետք է Հայաստանը դարձնել միջազգայինորեն ոչ պայմանագրունակ, մշտապես վախեցած, ներսից կատվածահար պետություն եւ հավերժացնել հայ-ադրբեջանական պատերազմը։ Իշխանության հարցում ժողովուրդն արդեն իր պատասխանը տվել է։ Պուտինի Հայաստանի ինքնիշխանությունը վերացնելու, Հայաստանը չեղարկելու մաքսիմում պլանը տապալվել է։ Հիմա վճռական հարցը Պուտինի պլան B-ն տապալելն է։ Ժողովուրդը պետք է տեր կանգնի ընդդիմությանը եւ թույլ չտա, որ Պուտինի Հայաստանը վերացնելու մինիմում պլանը կյանքի կոչվի։ Ամեն ինչ կախված է ժողովրդի պատասխանատու հատվածի գիտակցումից։ Պուտինի մաքսիմում պլանը եւ պլան B-ն նույն ծրագրի երկու երեսն են՝ կասեցնել Հայաստանի անկախ ընթացքը, փակել մեր ապագայի դուռը, երկիրը մշտապես պահելով պատերազմների, առնահոսության եւ տարածքային ու մարդկային կորուստների հորձանուտի մեջ։ Մենք սա չենք կարող թույլ տալ։ Գիտակից քաղաքացի, դու տեր ես կանգնել իշխանությանը, տեր կանգնիր ընդդիմությանը, տեր կանգնիր մեր հավաքական ապագային, ազատ, անկախ, ինքնիշխան, խաղաղ եւ միջազգային հանձնառությունները կատարող Հայաստանին։ Միացիր մեզ, միացիր ընդդիմափոխությանը։ Քվեաթերթիկ համար 18
Նիժնի Տապրից ընտրակաշարքով քվեարկության եկողը չի կռվելու այն պատերազմում, որը կլինի, եթե պատերազմի եռագլուխ կուսակցությունը գա իշխանության եւ անի այն, ինչ իրենք հայտարարում են, որ անելու են։ Ոչ, Նիժնի Տապրի այդ բնակիչը հետ է գնալու Նիժնի Տապր եւ պատերազմի ժամանակ հերվից հայրենասիրական կենացները խմելու եւ ստատուսները գրելու, մեզ բոլորիս կոչ անելով ավելի ուժեղ կռվել, ավելի շատ արնակամ լինել, որպեսզի ինքը կարողանա Նիժնի Տապրի փողոցներով գլուխը բարձր եւ հպարտ քայլել։ Իսկ դուք եւ մենք բոլորս, սիրելի ժողովուրդ, այդ պատերազմում կռվելու ենք։ Մենք, մեր հայրերը, եղբայրները, որդիները, հորեղբայրները, հորեղբոր որդիները կռվելու ենք այդ պատերազմում։ Նիժնի Տապրի այդ ընտրակաշարքով ընտրող բնակիչը Նիժնի Տապրում ընտրության իրավունք չունի։ Նա չի կարող ընտրություն կատարել այնտեղ։ Եթե նա փորձի մի փոքրիկ բողոքի ձայն բարձրացնել, օրինակ Նիժնի Տապրի հարկայինի պետի տեղակալի աշխատանքից, դուբինկով այնքան կտան գլխուղեղի վնասվածք կստանա։ Բայց դուք, սիրելի ժողովուրդ, այդ ընտրության իրավունքը ունեք։ Մենք այդ ընտրության իրավունքը ունենք։ Հետևաբար հունիսի 7-ին իրացրեք այդ իրավունքը եւ պաշտպանեք այդ իրավունքը։ Պաշտպանեք ձեր ընտրելու իրավունքը, պաշտպանեք խաղաղությունը, տեր կանգնեք խաղաղությանը։ Ընտրակաշարք տվողների եւ վերցնողների միջև եւ Հայաստանի Հանրապետության միջև, ձեր պետության միջև, ընտրեք պետությունը, ընտրեք Հայաստանի Հանրապետությունը, ընտրեք խաղաղությունը, անկախությունը, ինքնիշխանությունը, ընտրեք արդարությունը։ Ռուսաստանցի բիզնեսմենը 2020 թվականին վճարեց Քոչարյանի գրավը, որպեսզի վերջինս բանտից դուրս գա։ Այդ նույն ժամանակաշրջանում էր, որ նաև Կծիչ Ներսիսյանն էր հրապարակավ կոչարել Քոչարյանին ազատ արձակել, քանի որ կովիդ է։ Կարծես Հայաստանի բոլոր կալանավորներից միայն Քոչարյանի փխրուն եւ թանկագին առողջությանն էր կովիդը սպառնում։ Բայց ինչևէ, ինչու ռուսաստանցի բիզնեսմենը որոշեց վճարել Քոչարյանի գրավը եւ որն է նրա կապը Ռոբերտ Քոչարյանի հետ։ Կապը շատ պարզ է։ 2008 թվականի մարտի 1-ին, երբ որ Քոչարյանի հրահանգով բանակը հանվեց ժողովրդի դեմ եւ այս իրադարձության արդյունքում Երևանի կենտրոնում սպանվեց 10 հոգի, ռուսաստանցի բիզնեսմենի հարազատ եղբայրը Կարեն Կարապետյանը զբաղեցնում էր իշխող հանրապետական խմբակցության ղեկավարի պաշտոնը։ Դրանից կես տարի անց արդեն այդ նույն եղբայրը նշանակվեց կեղծիքով նախագահ ընտրված Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար։ Դրանից հետո իրենք իրենց ընտանեկան միջոցներով ռեմոնտ արեցին Սերժ Սարգսյանի աշխատասենյակը նախագահական նստավայրում։ Այն որ ասում են, մենք ուզում ենք գալ իշխանության, որպեսզի գործարաններ կառուցենք։ Իրանք երբ որ իշխանության էին, իրենք ռեմոնտ են արել Սերժ Սարգսյանի աշխատասենյակը։ Եթե հեղափոխությունից հետո, երբ որ Սերժ Սարգսյանի հեռացուցին կայտարել, ես եղել եմ այդ աշխատասենյակում, շատ անճաշատ ռեմոնտ են արել։ Ահա այս բոլոր պատճառներով է, սիրելի բարեկամներ, որ բնականաբար պիտի ռուսաստանցի բիզնեսմենը վճարել Քոչարյանի գրավը, պաշտպանեց Կծիչ Ներսիսյանին, Կծիչ Ներսիսյանը պիտի օրհներ Քոչարյանին, Սերժ Սարգսյանը պիտի աջակցի գործարարին, գործարարը Սարգսյանին, Քոչարյանին, Կծիչ Ներսիսյանին եւ այսպես շարունակ։ Ինչու՞, որովհետեւ իրենք մեկ խումբ են կոմպանիոնների, որոնք տարիներ շարունակ կիսել են իշխանությունը եւ փողը Հայաստանում։ Եվ հիմա իրենք ուզում են սրբի դիմակ հարկած, կան ասեն, գիտեք ինչ, մենք ինքներս մեզ հետ կապ չունենք եւ մենք ուզում ենք գալ Հայաստանում իշխանության, որպեսզի փրկենք ձեզ։ Եւ դա իրենք աշխատացրեցին Գյումրիում։ Արդյունքում ինչ եղավ, տեսան բոլորս։ Իրենց ընտրած եւ իրենց համագործակցության արդյունքում քաղաքապետ դարձած Վարդանիկը ամիսներ անց կալանավորվեց կաշառակերության մեղադրանքով։ Եվ սա չպիտի կրկնվի 2026 թվականին, որովհետև մեզ համար թանկ է մեր հայրենիքը։ Լավ եղեք։ Ողջույն սիրելի ընկերներ, նախավերջին քարոզչական օրն է, այս պահին մեր Քասախի շտաբում դիմենք մեր հարգարժան Հովհաննեսին, թե թող ինքը ներկայացնի, թե ինչու է աջակցում քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը եւ մասնավորապես Նիկոլ Փաշինյանին։ Բարի խնդրում եմ ներկայացեք ինչու եք աջակցում։ Բարև ձեզ, հարգելի քասախցիներ, ես ողջունում եմ բոլորիդ եւ շնորհակալություն եմ հայտնում այս լավ բարեգործությունների համար, որը Նիկոլ Փաշինյանը կատարում է մեր ժողովրդի համար։ Անկեղծ ասած, իմ մեջ ավելի մեծ ուժ կա, երբ որ ես տեսա այն նոր զենքերը, որոնք ձեռք են բերվել 7 ասեց երկրներից։ Նրանք իսկապես ուժ են տալիս մեզ, վստահություն են տալիս, որ մենք ունենք արդեն կայացած հանրապետություն։ Շնորհակալություն Նիկոլ Փաշինյանի արած աշխատանքների համար, որը ներդրել է մեր ժողովրդի համար։ Ես նկատի ունեմ ամենակարևորը խաղաղությունը, կենսաթոշակը, դպրոցը, մանկապարտեզը, то որն ասեք, ասֆալտը, մենք եկալ ենք մեր սովխոզի մակարդակով, ինչքան գործ է արվել մեր սովխոզում, այժմ դրությամբ։ Հետո շնորհակալ ենք, որ Նիկոլը ճանաչել տվեց ամբողջ աշխարհին Հայաստանի Հանրապետությունը 50 պետություններից եկան Հայաստան եւ
անել այդպիսի պետություններից, որոնք որ Գերմանիա, Անգլիա, Ֆրանսիա, որոնք իսկապես մեծ ներդրում ունեն մեր հանրապետության համար։ Ամսի 7-ին բոլորս մի համուր ձայնը տանք 16-ին։ Եղավ շատ շնորհակալ եմ հարգելի Հովհաննես ջան, լավ որ բոլորիս սիրել են։ Վստահ եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացին տեր է կանգնելու իր խաղաղությանը, լավ որ բոլորիս։